Այսինքն կողմից։ Երբևէ հայ եկեղեցի նման բան տեսել եք 1000-ամյա պատմության մեջ։ Անգամ ասպատակությունների ժամանակ նման բան չի եղել։ Ես երկու օր առաջ Միքայել Սրբազանի մոտ էի եւ Միքայել Սրբազանը ինձ հիշեցրեց թուրքական երկու օկուպացիայի ժամանակ անգամ Թշնամին 7 վերք եկեղեցու պատմություններ պատմում, անգամ Թշնամին այդ ժամանակ միջամտություն չի կատարել եկեղեցու ժամերգության կամ պատարագի կամ որևէ արարողության հետ եկեղեցու զանգերը շարունակել են ղողանջեն, ընդամենը այդ ընթացքը դադարել է ավելի երկրաշարժի ժամանակ, երբ որ դեկտեմբերի 7-ին, գիտեք 88 թվականի եկեղեցին ավիրվել էր եւ առաջի գործը եղել է զանգը վերականգնելը, զանգերը վերականգնելը եւ ելի 2 օր հետո զանգերը ղողանջել են։ Դուք տեսնում եք ինչ է կատարվում։ Դուք տեսնում եք ինչ է կատարվում թուրքական եւ ադրբեջանական մամուլում։ Ցնծության մեջ են։ Փաշիզադեի սիրտնա փառավորել, Էրդողանի սիրտնա փառավորվել, ուրեմն Ալիևի սիրտնա փառավորվել, Թշնամու սիրտը այս մարդիկ այսօր փորձեցին որ փառավորվի, բայց փառք Տիրոջը, փառք հավատավոր մեր ժողովրդին, որ կարողացան շատ ճիշտ, շատ կազմակերպված հեզությամբ, խոնարհությամբ, առանց որևէ մի բախումների եւ մենք նույն կոչն ենք արել մեր հայրենակիցներին, մեր հավատավոր ժողովրդին, որ որևէ մի բախման չգնան, այստեղ աղոթք են քննեցրել նաեւ իրենց ճիշտ ընթացքի մեջ հայտնվելու, որ այդ մարդիկ ճիշտ ընթացքի մեջ հայտնվեն, այդ չարությունը իրենց մեջից դուրս գա, ատելությունը դուրս գա, համերաշխություն տիրի, ի վերջո ճիշտ հավատավորը նաև աղոթում է սխալ ընթացքի մեջ գտնվող իր թեկուզ սխալ ընթացքի մեջ եղող իր հայրենակիցներին եւ նաև օպոզիցիաներներ եւ այս առումով շատ կարեւոր է կարողանանք այն մարդիկ, որոնք որ գործիք են դառնում Փաշինյանի ձեռքը ճիշտ ընթացքի մեջ հայտնվենք։ Մենք այսօր տեսանք, որ ավտոբուսներով, տարբեր մեքենաներով, վարչական լծակները օգտագործելով այդ մարդիկ բերել էին մարդկանց եւ այո, այդ ցածրիչներն էլ են մեր քույրերը, եղբայրները, ամեն դեպքում նաեւ իրենց համար ենք աղոթում, այս կնոջ համար ենք աղոթում, որ ինքը ճիշտ ընթացքի մեջ լինի եւ սա աննախադեպ մի երևույթ էր մեր իրականության մեջ, հայ ժողովրդի պատմության մեջ, նախադեպը չունեցող մի բան էր, բայց կրկնում եմ փառք Տիրոջը, փառք Բարձրալին, որ կարողացանք այս փորձությունը պատվով հաղթահարենք, աղոթենք, որ հետագա ընթացքը խաղաղ լինի եւ ի վերջո խաղաղության մեջ մենք կարողանանք ճիշտ լուծումները գտնենք եւ այն մարդիկ, որոնք պարակտում կմտցնեն հայ առաքելական Սուրբ եկեղեցու, հեզությամբ, խոնարհությամբ պետք է թողնեն իրենց ընթացքը եւ շարունակեն ուրիշ գործով զբաղվել, իրենք կապ չունեն հայ առաքելական Սուրբ եկեղեցու հետ։ Չէ, ընտրում եմ մի քիչ հետ գնացել։ Բարաբանա, սադրիչը։ Չէ։ Էիքա սադրես, լա։ Սադրիչը։